Հայաստանի առողջապահական համակարգում քննարկվում է երկու կարևոր փոփոխություն, որոնցից մեկով վերափոխվում է բժշկական հաստատությունների կառավարման մոդելը, մյուսով ներդրվում է մեծածավալ վարկային միջոցներ առողջության համապարփակ ապահովագրությունում։ Այս բարեփոխումները ներկայացում են որպես համակարգի արդիականացում, սակայն առաջացնում են հարցեր արդյունավետության, կոռուպցիոն ռիսկերի եւ հանրային վստահության տեսանկյունից։ Թեմայի շուրջ զրուցում ենք բժշկի ձայն նախաձեռնության անդամ ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Նախ մեր նախորդ հանդիպման ժամանակ խոսում էինք, որ ադմինիստրատիվ ճնշումներ կան բժիշկների նկատմամբ, զրույցից հետո ինչ որ բան փոխվել է, թե ճնշումները շարունակվում են։ Ճնշումները շարունակվում են, ընդ որում հրահանգ է տրված, որ եթե մենք մեր անակնկալ այցերով մտնենք պոլիկլինիկա, խնդրել են տնօրենները բժիշկներին, որ մեր հետ չշփվեն, բայց բնականաբար մեր այցերը դրանով չեն դադարելու, մենք շարունակելու ենք մեր, ես դրան խաչակրած արշավանք եմ անվանում, մեր խաչակրած արշավանքը պոլիկլինիկաներով, որպեսզի պարզաբանենք, թե բուժաշխատողների որ խմբի մոտ ինչ խնդիրներ են ի հայտ եկել ապահովագրական համակարգի ներդրումից հետո։ Իսկ բժիշկներ կան, որ դուրս են գալիս շարունակաբար, թե ընդհատվել է։ Չէ, տեսեք, բժիշկները մի քիչ համբերատար մարդիկ են։ Իրանք սպասում են այնքան ժամանակ, մինչև հասկանան, որ իրենց վերադասը գործող առողջապահական, այսպես ասած, կառավարիչները իրենց ստում են, հետո նոր արդեն ավելի լայնածավալ կսկսեն դուրս գալ աշխատանքից։ Այս փուլում բավականին լավ փոփոխություններ ունենք, անկեղծ ասեմ, մեր խոսքը տեղ է հասնում եւ քանի որ բուժաշխատողներն է յուրաքանչյուրը իր տեղում իր պայքարը տանում է իր տնօրենի հետ, մենք ունենք որոշակի աշխատավարձի նորմալացում տարբեր բուժաշխատողների խմբերի մոտ եւ ես շատ ուրախ եմ, որովհետեւ հենց դրան էլ միտված էր մեր պայքարը, մենք այլ բան չէինք ուզում, ասում էինք բուժաշխատողին adekvat վճարեք եւ եթե սկսում են adekvat վճարել, մենք միայն դրանից ուրախանում ենք։ Հիմա եկեք հասկանանք, թե որքանով է արդարացված այդ փոփոխությունը, երբ հիվանդանոցը դիտարկվում է որպես կառավարչական համակարգ, այսինքն համակարգ, որը կարող է կառավարել ոչ մասնագիտությամբ ոչ բժիշկը։ Որքանով է արդյունավետ այս փոփոխությունը հատկապես այս համակարգում։ Այդ թեզը բավականին վաղուց շրջանառվող թեզ է, այն ժամանակվանից, երբ առողջապահության նախարարը պատմության մեջ առաջի անգամ մասնագիտությամբ բժիշկ չէր։ Եվ այդ ժամանակվանից ասում են ինչ տարբերություն կարևորը կառավարիչ լինի, դա տարածված կարծիք է նաև որոշակի բիզնես շրջանակներում, բայց եկեք հասկանանք մի հատ, որ ակադեմիական կրթությունը ոչ միայն գիտելիք է տալիս, այլ նաև վարքային եւ դեոնտոլոգիական որոշակի կանոններ է սովորացնում առողջապահության ոլորտում եւ տեսնում ենք իրավաբան առողջապահության նախարարի կառավարման արգասիքները, տեսնում ենք թերի բարձրագույն կրթություն ունեցող վարչապետի կառավարման արգասիքները, այսինքն մարդիկ, ովքեր որ մասնագիտությամբ այն չեն, ինչ որ աշխատում են, իրենք չեն կարող արդյունավետ լինել, հասկանում եք։ Կան կարծիք օրինակ, որ կառավարման ոլորտում պարտադիր չէ, որ մասնագետը լինի բուն այդ ոլորտի մասնագետ, այսինքն բիզնեսմենը, բիզնես մենեջմենտությունը բավարար է ինչ որ հաստատություն կառավարելու համար։ Համաձայն չեք այդ տեսակետի հետ։ Կան այդպիսի կարծիքներ, բայց օրինակ ես բժիշկ եմ, ես բժշկական ոլորտի կառավարիչ եմ եւ եթե հիմա ինձ օրինակ տեղափոխեն ինչ որ առևտրի կենտրոն ղեկավարեմ, ես չեմ հաջողի, որովհետեւ նյուանսներ կան, որոնք որ տարիների փորձի հետ գալիս են եւ ես չունեմ այդ փորձը։ Հիմա առողջապահության ոլորտը բացառություն չէ այլ ոլորտներից, եթե մարդը ամենացածր դիրքից կամաց չի աճը մինչեւ կառավարիչ դառնալը, դժվար թե իր մոտ ստացվի, որովհետեւ ռուսերեն բառ կա նյուանսներ կան, որոնք որ միայն այդ ոլորտում գործունեության հետ են գալիս եւ չես կարող դու օրինակ, չգիտեմ, այս ոլորտի կառավարչին ուղղակի ոլորտը փոխելով ակնկալես նույն արդյունքը։ Ես գիտեմ այդ փոփոխության մասին, որը որ իրականացնում են, բայց դա ավելի շատ յուրայիններին աշխատանքի տեղավորելու ինչ որ միջոց է, Հենց դա ուզում հասկանալ։ Այսինքն կառավարիչը կարող է սահմանափակել բժիշկների ազատությունը, անկախությունը։ Այսօր էլ են սահմանափակում։ Ոչ բժիշկ կառավարիչը, օրինակ կան մարդիկ գործող իշխանություններում, ովքեր օրինակ զուգարանի թղթի առաքիչ են եղել մինչև ինչ որ կառավարչական պաշտոն ունենալը, օրինակ, չգիտեմ, դերասան են եղել մինչև կառավարչական պաշտոն ստանալը, չգիտեմ, տարբեր բնագավառներից ոչ այդքան բարձր մենեջմենտի հետ առնչվող մարդիկ են եղել եւ մենք արդյունքը տեսնում ենք։ Ոչ ոք կառավարիչ չի ծնվում, անցնում են ինչ որ փուլ աշխատանքային կառավարիչը առաջին հերթին դա գիտելիքների եւ հմտությունների պաշար է, որը որ գալիս է տվյալ ոլորտում
տարիներ շարունակ ասենց օրնիբուն աշխատանքի հետ։ Դա չի գալիս երկու հատ երկու ամսանոց կուրս ավարտելու հետ կամ ինչ որ երկու հատ ինֆոցիգանների դասախոսություն լսելու հետ։ Դա բավականին լուրջ գիտելիքների պաշար է եւ հմտությունների պաշար է, որը որ պետք է մարդը պետք է արժանանա դրան, այսինքն այնքան աճի, որ դա ստանա։ Կա մտավախություն, որ այս փոփոխությունը կարող է հանգեցնել առողջապահական համակարգը բիզնես շահերի հարթակի վերածելու։ Իսկ առողջապահական համակարգը բիզնես շահերի հարթակի չի վերածվել։ Արդյոք չի վերածվել արդեն։ Տեսեք, կորոնավիրուսը ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ առողջապահությունը ամենաեկամտաբեր բիզնես ուղղություններից մեկն է, եւ եթե մենք խոսում ենք հիմա, որ առողջապահությունը բիզնես չէ, ապա մենք ստում ենք։ Այսօր մենք տեսնում ենք, որ փոքր օրինակներ բերեմ, որ բավականին լուրջ փորձառու բժիշկները, ովքեր որ տարիների փորձ ունեն, այդքան պացիենտ չունեն, ինչքան որ օրինակ բլոգերները, ովքեր ավելի ակտիվ են սոցիալական ցանցում։ Դա մարքեթինգի արդյունքն է։ Հիմա բուժօգնության որակը այդ պարագայում պետք է հասկանալ, որն է ավելի լավ, որն է ավելի վատ։ Մենք տեսնում ենք, որ տարբեր կառույցների ղեկավարներ, ովքեր որ ղեկավարման փորձ չունեին, զուտ իրենց ունեցած հովանավորչության արդյունքում անսահմանափակ պետպատվեր ունեն, բազմաթիվ պարտքեր ունեն, բայց շարունակում են որպես կառավարիչ մնալ եւ աշխատել, օրինակ ինֆեկցիոն հիվանդանոցը, որը որ մեծ պարտքեր ունի։ Տեսեք, չենք կարող մենք միանշանակ ասել, որ առողջապահության ոլորտը բիզնես ոլորտ չի, բայց ոչ էլ կարող ենք դա հերքել, որ առողջապահության ոլորտը բիզնես ոլորտ է, որովհետև ցանկացած ոլորտում կա բիզնես կոմպոնենտ եւ կա սոցիալական կոմպոնենտ։ Հիմա առողջապահությունը ինքը սոցիալական ոլորտ է հիմնականում, որը որ իհարկե այնտեղի խաղացողները, այսպես ասած, ունեն բիզնես շահեր եւ դա անհերքելի է, որովհետեւ եթե չունենային բիզնես շահեր, մասնավոր հիվանդանոցներ չէին լինի, այսինքն այդ մարդիկ եթե եկամուտ չունենային, այդ հիվանդանոցը չէին պահի եւ առողջապահությունը որպես այդպեսին մասնավորի հաշվին չէր զարգանա, այլ պետականի հաշվին կզարգանար։ Այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանում կա 3 հատ վիրահատական ռոբոտ, 3-ն էլ մասնավոր բուժկենտրոններում են դրած, այսինքն շարժիչ ուժը եւ այսպես ասած նշաձող դնող ուժը դա մասնավոր կենտրոններն են եւ այո կան բիզնես շահեր, բայց այդ բիզնես շահերը չպետք է հակասեն բնակչության առողջության պահպանման կոնցեպտին, ինչը որ սոցիալական կոնցեպտ է։ Ինչ վերահսկողական մեխանիզմներ պետք է պարտադիր լինեն նման կառավարման դեպքում, նման կառավարում ընդունելու դեպքում։ Նման կառավարում չպետք է ուղղակի լինի, իսկ վերահսկողական մեխանիզմները, տեսեք, համ մեղն է իրանց ձեռքում, համ մուրճն է իրանց ձեռքում, այսինքն իրենք քաղաքականությունը մշակում են, իրենք իրենց ստուգում են, իրենց առընթեր կառույցները իրենց կամ տուգանում են կամ չեն տուգանում, այսինքն ամեն ինչը կենտրոնացված է մի մարմնի ձեռքում, դա կառավարությունն է։ Մեր մոտ չկա բալանսավորված իշխանություն, որ մենք ասենք, օրինակ, նախագահական ստուգող մարմին պետքա լինի, որը որ ստուգի կառավարությանը, ազգային ժողովի ստուգող մարմին պետք է լինի, որը որ ստուգի նախագահային։ Չկա մեր մոտ այդ եռանկյունին, խաթարված է եւ մենք ունենք այնինչ ունենք այսօր, սուպեր վարչապետ ունենք, սուպեր նախարարներ ունենք, սուպեր գլխավոր բժիշկներ ունենք, սուպեր առողջության ապահովագրության համակարգեր ունենք, մի խոսքով սուպերմենների ժողովրդավար երկիր ենք։ Հիմա ապահովագրության համակարգի մասին ներդրվում է 102 միլիոն եվրոյի վարկ, այս մոտեցումը ինչպես է գնահատում։ Այսինքն իրականում անվճար բուժ օգնությունը ստացվում է վճարովի, ով է վճարելու եւ ինչպես։ Այդ վարկի մասին ես ասել եմ դեռևս 2 տարի առաջ, 2024 թվականին, երբ որ հունիսին ստորագրեց Համաշխարհային բանկը այդ հրամանագիրը եւ հենց այս տարվա այդ ապահովագրական համակարգի ներդրումից ի վեր բազմաթիվ անգամ եւ հրապարակել եմ այդ փաստաթուղթը եւ հրապարակել եմ հոդվածը եւ հարցազրույցներումս ասել եմ։ Հիմա երբ արդեն այդ վարկը տալու ժամանակահատվածն է, նոր մենք բոլորս հիշել ենք դրա մասին։ Ինձ մի հատ հարց է տանջում, եթե մենք ունեինք պետպատվերի բյուջե, որով որ բնակչությունը ստանում էր պետության հաշվին բուժօգնություն։ Եթե մենք հիմա հավաքագրում ենք գումարներ հարկատուներից, ովքեր որ այդ գումարի հաշվին ապահովագրվում են, ինչի վրա է ծախսվում 102 միլիոն եվրոն։ Խնդիրը այդտեղ է, պատկերացրեցիք, 102 միլիոն եվրո, որ տվել են, մենք չգիտենք այդ գումարը ծախսվել է համակարգի աշխատավարձեր բաժանելու համար, թե ծախսվել է նախընտրական կաշառքներ բաժանելու համար, թե ծախսվել է
նախարարի օրինակ կարծում եք քաղաքական նպատակներով պետք է ծախսի գումարը։ Ես չեմ կարող ասել, որովհետև այդ գումարի ծախսագրումը որևէ տեղ չի երևում։ Դա տրվել է կառավարությանը եւ կառավարությունը ասել է շնորհակալություն։ Այլևս հաշվետվողականություն չկա այդ ուղղությամբ։ Եվ եթե չկա հաշվետվողականություն, մենք սովորական մահկանացուներս որտեղից պետք է դա իմանանք։ Իհարկե մենք կփորձենք պարզաբանել որոշակի, այսպես ասած, դրույթներ, կփորձենք հարցումներով հասկանալ, կփորձենք եզրակացնել, ենթադրել եւ իհարկե, եթե չստանանք սպառիչ պատասխաններ, թե ինչի վրա է այդ գումարը ծախսվել, բնականաբար բավականին լուրջ աղմուկ կբարձրացնենք, ինչի արդյունքում կառավարությունը այլ ելք չի ունենա, քան մեզ պատասխանի, ինչպես եւ հիմա կառավարությունը այլ ելք չի ունենում, քան մեր պահանջները կատարի։ Դուք բանավեճի եք հրավիրում առողջապահության նախարարին արձագանք կա։ Ավաղ առողջապահության նախարարը վախենում է ճշմարտության հետ առերեսվելուց եւ անընդհատ խուսափում է բանավեճից, բայց կարծում եմ, որ դա անխուսափելի է լինելու, որովհետեւ իր ասած ստերը, իր ասած մանիպուլյացիաները ուշ թե շուտ այսպես պայթելու են եւ այդ պայթյունից տուժելու է նաեւ ինքը։ Ես կարծում եմ, որ քանի դեռ իր համար նախընտրական շրջան է եւ քանի դեռ ինքը ունի այդ հնարավորությունը փրկել իր դեմքը, նա պետք է գա բանավեճի եւ պետք է պատասխանի այն հարցերին, որոնք որ ուզում են բուժաշխատողներին, որովհետեւ ես քաղաքական հարցեր չեմ տալու, ես չեմ հարցնելու իրեն ինչի եք դուք պարում ուրախ ավտոբուսում, ինչի եք քաղաքական շոուներ անում եւ այլն։ Ես հարցնելու եմ ոլորտային խնդիրների վերաբերյալ, որովհետև ոլորտային խնդիրները իր ոչ պարային հմտությունների հետ ընդհանուր որևէ հատման կետ ունեն, ոչ իր, այսպես ասեմ, տարբեր հարցազրույցներում արտաբերած որոշակի ցուցանիշների հետ ընդհանուր կետ ունեն։ Նախադեպ տեսել եք, որ նախարարը գնա մասնավոր բժշկի հետ բանավեճի։ Ես նաև նախադեպ չեմ տեսել, որ նախարարը ավտոբուսում բարի կամ որևէ ինչ-որ բենդի երկելու կամ նվագելու ժամանակ պատանցովկայում աշխատի, հասկանում եք, ես դա տեսել եմ օրինակ տարբեր հոլիվուդյան դերասանների մոտ, երգիչների մոտ, բայց չեմ տեսել նախարարների մոտ, իդեպ ոչ մի երկրի նախարարի մոտ չեմ տեսել։ Մեր նախարարը բացառություն է, ես կարծում եմ, որ այդ պարային հմտություններով ինքը կկարողանա նաև բացառություն անել եւ գալ բանավեճի։ Խոստանում եմ հետո ապարելու հրավիրեմ։ Երբ միաժամանակ ունենք կառավարման ազատականացում, մյուս կողմից մեծ վարկային հոսքեր, համակարգում ինչ ռիսկ են առաջանում։ Որտեղ եք դուք տեսնում կառավարման ազատականացում։ Այս դեպքում, երբ տնօրեններին փորձում են արդեն ոչ մասնագետ մարդկանց։ Դա կառավարման ազատականացում չէ, դա կուսակցական շահերի սպասարկում է, դա յուրայիններին աշխատանքի տեղավորելու միջոց է, դա ոչ յուրայիններին աշխատանքից ազատելու հնարավորություն է, որովհետև ոչ բոլոր բժիշկները ու տնօրեններն են համաձայնվում գործող իշխանության հետ ինչ-որ գործարքների գնալ եւ մնում են ավելի հավատարիմ իրենց բժշկի կոչմանը, բայց դա, ինչպես տեսնում ենք, իշխանությանը ձեռք չի տալիս, այսինքն կառավարման ազատականացման մասին մենք չենք կարող այստեղ խոսալ, կարող ենք խոսալ դիկտատուրայի ավելի ուժգնացման մասին յուրայիններին գործի տեղավորելով։ Բժշկական կենտրոնի տնօրենին կարող են նշանակել ոչ մասնագետի, սա արդեն ազատականացում է։ Եթե բժիշկն է պարբերաբար նշանակվում, սա մի տեսակ սահմանափակում չի արդյոք։ Բացարձակապես սահմանափակում չի, տեսեք, ես մասնագիտությամբ բժիշկ եմ, վիրաբույժ եմ, մասնագիտությամբ ուրոլոգ եմ։ Երկրորդ կրթությամբ առողջապահության կազմակերպիչ եմ, երրորդ կրթությամբ բիզնես վարչարարության մագիստրոս եմ։ Նույն ճանապարհը կարող են անցնել շատ բազմաթիվ որպես կառավարիչ արդեն հաշվի են առնելու ձեր կառավարման ունակությունները եւ ոչ թե ուրոլոգը կամ բայց նաեւ հաշվի են առնելու իմ բժշկական էթիկայի իմացությունը, բժշկական էթիկայի եւ կոլեգիալ շփումների պահպանումը, ինչպես նաեւ պացիենտների ներկայացրած բողոքների դժգոհության նկատմամբ իմ վերաբերմունքը։ Բուժաշխատողը որպես այդպեսին եւ որը որ համել տնօրեն է, ինքը այդ բուժկենտրոնի մթնոլորտը ձևավորող անձն է եւ եթե բուժաշխատող չի բուժկենտրոնի մթնոլորտը ձևավորում, ապա այդ բուժկենտրոնը դառնում է սուպերմարկետ, կարող է դառնալ ինչ որ առևտրի մոլ, կարող է դառնալ կինոթատրոն, բայց ոչ մի պարագայում բուժկենտրոն, որովհետև բուժկենտրոնը բացի դրանից, որ ինքը կառույց է, որը որ օրինակ ոչ առևտրային ինչ որ ծառայություններ է մատուցում, բուժական ծառայություններ է մատուցում, բուժօգնություն է մատուցում, բուժկենտրոնը նաև փրկում է կյանքեր, հանդիպում է պացիենտների շատ տարբեր գանգատներին, իրենց իրավիճակի մեջ է մտնում, շատ դեպքերում բացառություններ է անում, այսինքն բուժկենտրոնը միայն փող աշխատելու միջոց չէ։ Քանի բուժաշխատող է ներգրավված որպես падգամավոր, բայց մենք ունենք խնդիրներ, չէ, առողջապահության մեջ, ունենք օրենսդրական խնդիրներ, ունենք տարբեր տեսակի խնդիրներ։
բուժաշխատողները եթե ազգային ժողովում այդ օրենքները չկարգավորեն, ով է կարգավորելու։ Չլինի ինչպես միշտ իրավաբանները, ասենք, այսպես տարածաշրջանային հեղինակությունները եւ այլն եւ այլն։ Իրանք են կարգավորելու մեր առողջապահությունը։ Ավաղ, բայց ոչ։ Ես գտնում եմ, որ հետագայում, երբ որ մենք ունենանք adekvat պետություն եւ կառավարում, ընտրական օրենսգիրքը պետք է համամասնություն սահմանի, այսքան բուժաշխատող պետք է լինի, այսքան ռազմական գործիչ պետք է լինի, այսքան հոգեբորական պետք է լինի, որովհետեւ ազգային ժողովը դա ընկերներով հավաքվելու եւ ինչ որ հեռախոսների մեջ այսինքն ժամերով նստելու տեղ չի, ազգային ժողովը օրենքներ գրելու եւ որոշակի ռեֆորմներ անելու տեղ է, իսկ ռեֆորմ անելու համար պետք են մասնագետներ, որոնք որ ավաղ ոչ միշտ են ներգրավված գործող քաղաքական թիմերի ցուցակներում։ Հիմա այս բարեփոխումները, ռեֆորմները, ինչպես դուք եք ասում, Հայաստանը տանում են դեպի ավելի հասանելի եւ որակյալ առողջապահություն, թե ֆինանսական շահերով եւ պարտքով կառուցված համակարգ, որտեղ հիվանդը երկրորդ պլանում է։ Ավելի շուտ տանում են դեպի որակյալ անկում եւ անկանխատեսելի կոլապս։ Հիվանդը առաջնային չէ։ Հիվանդը որտեղ եք տեսնում, որ առաջնային է։ Հիվանդը, որը որ 3 ամիս պետք է հերթ կանգնի, որ վիրահատվի, թե 3 շաբաթ պետք է հերթ կայնի, որ թերապևտի մոտ մտնի։ Որտեղ է առաջնային հիվանդին տեսակ։ Որտեղ տեսակ պացիենտին առաջնային։ Առաջնայինը հերթի կառավարումն է, առաջնայինը արմետ համակարգում ներբեռնվող տվյալներն են, առաջնայինը այդ տվյալների սխալ անելը եւ անցյալում հիվանդը եղել է առաջնային պլանում։ Ոչ վաղ անցյալում հիվանդին սպասարկել են ըստ առաջնահերթության, այսինքն անհետաձգելի հիվանդը, բժիշկներ որոշումը կայացնում ում կոնկրետ սպասարկի, ոչ թե դա հերթով գալիս էր եւ հետո հերթի խախտման պարագայում 1000 բողոք էր լինում։ Տեսեք, առողջապահությունը նուրբ ոլորտ է եւ շատ դեպքեր լինում են, որ բժիշկից կախված չի հերթականություն որոշելը։ Շատ դեպքեր լինում են, երբ որ բժիշկը պետք է կամային որոշում կայացնի, թեկուզ եւ 5 պացիենտ ունի սպասող, ասի կներեք, բայց նա առաջնային է։ Ոչ թե որտեվ ծանոթ է, այլ որովհետեւ ցավոք, բայց չէ։ Ցավոք, բայց շատ բժիշկների մոտ մարդիկ գնում հերթ են կանգնում եւ երբ իրենց հերթը խախտվում է, այդ ձեր ասացի նման բիզնես լոգիկայով մտածող մարդիկ ասում են, բայց իմ հերթն էր, ես ինչ մեղավոր եմ։ Ինձ ընդունեք, հետո ձեր անհետաձգելին կանեք։ Շատ դեպքեր նման կան։ Մա տեսեք շրջեք հիվանդանոցներով, տեսեք մարդիկ ինչպես են բողոքում նման մոտեցումից, ինչպես են սկանդալներ սարքում հիվանդանոցներում։ Հասկանում եք, երբ որ մենք առողջապահությանը սկսում ենք նայել որպես առօրյա բիզնես, որպես օրինակ, չգիտեմ, առաքիչի աշխատանք, սպասարկման ոլորտի աշխատանք, վարսավիրանոց եւ այլն եւ այլն։ Մենք կորցնում ենք այն ինչը որ բնորոշ էր առողջապահությանը, դա կարեկցանքներ, դա հոգատարություններ եւ դա պացիենտակենտրոնությունն էր։ Այսօր պացիենտակենտրոնության փոխարեն մենք ունենք արմեդակենտրոնություն, ապահովագրակենտրոնություն, նախարարակենտրոնություն, բայց ոչ մի պարագայում պացիենտակենտրոնություն։ Եվ նման կառավարման արդյունքում եւ այդ ձեր նշած ճակերտավոր ասած բարեփոխումների արդյունքում այդ պացիենտակենտրոնությունը ավելի ու ավելի հեռանալու է պացիենտից։ Եթե ամփոփենք այսօրվա մեր զրույցը, ինչի է հանգեցնելու այս ռեֆորմները, ինչպես ասեցինք։ Ասացի արդեն, բուժօգնության որակի անկում եւ անկանխատեսելի ժամանակահատվածում կոլապս։ Առանձին ուղերձ առողջապահության նախարարին, որպեսզի չվախենա ճշմարտության հետ առերեսվելուց եւ չխուսափի բանավեճից, որովհետեւ այս թնջուկի հանգուցալուծումը կայանում է միայն մեր բանավեճի մեջ, որ ես կտամ հարցեր, նա կպատասխանի, մենք ունենանք ընդհանուր կոնսենսուս, բնակչությունն է, թե բուժաշխատողները եւ թե սովորական մեր պացիենտները կհասկանան ով էր այս ամենի մեջ ստում, իսկ ով էր ճիշտ խոսում։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք բժշկի ձայն նախաձեռնության անդամ ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի հետ։ Ցտեսություն։